Հարգելի գործընկերներ, մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ շատ կարևոր մի որոշում է կայացրել FIFA-ն եւ 2029 թվականին աշխարհի միջև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Ես ուզում եմ թե Վրաստանին, թե մեզ շնորհավորել այս հաջողության առիթով, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին եւ անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ եւ սերտ գործակցության համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ ֆուտբոլային եւ բոլոր առումներով եւ հիմա արդեն անցանք գործի։ Ինչպես պայմանավորվել ենք, մենք կարծում եմ պետք է նախ աշխատանքային խումբ կազմ կոմիտե ձևավորենք այս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ նաեւ իհարկե երկու երկրների, ես չգիտեմ, պետքա քննարկել վրաց գործընկերների հետ համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտ եւ FIFA-ի մեր գործընկերների հետ պետք քննարկել համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտություն կա թե ոչ, բայց այնուամենայնիվ որ որոշակի կոորդինացիա պետք է աշխատանքների, այդ ակնհայտ է։ Իհարկե նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են եւ ջանքեր են գործադրել, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա։ Ես հիշում եմ, երբ որ տարիներ առաջ ֆեդերացիաները մոտեցան մեզ, ինձ եւ Վրաստանի վարչապետին եւ այդ գաղափարը առաջ քաշեցին, բնականաբար դա մեզ շատ ուրախացրեց, բայց մյուս կողմից դժվարանում էին գնահատել, թե ինչքանով է դա իրատեսական, հիմա փաստը մնում է փաստ։ Տիկին Անդրեասյան, մենք գիտենք Հայաստանում քանի խաղ է տեղի ունենալու եւ որքան Իջևանում, որքան Վանաձորում եւ որքան Երևանում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, նախ թույլ տվեք ասել, որ սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև ըստ էության մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո երկրորդ իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն միջոցառումն է, ոչ ֆորմալ աշխարհի երիտասարդական առաջնություն է նաև անվանվում եւ ակնկալվում է, որ այդ օրերին մենք կունենանք ավելի քան 100,000 երկրպագու, որոնք կայցելեն թիմերին խաղերը դիտելու։ Իհարկե այս պահին դեռևս ծրագիրը նախնական է եւ հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի, բայց մենք պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչեւ 20 խաղ եւ Վանաձորում եւ Իջևանում մինչեւ 10 խաղ եւ ըստ էության Կներեք, այսինքն 40 խաղ Հայաստանում է տեղի ունենալու։ 30, պարոն վարչապետ։ Վանաձորում եւ Իջևանում միասին մինչեւ 10 խաղ եւ Երևանում մինչեւ 20 խաղ։ Ամեն դեպքում 30-ն է շատ մեծ թիվ, այստեն չի։ Դե մենք այո։ Ըստ ամենայնի մինչեւ 20 տարեկաններին ուրիշ ավելի մեծ է։ Այո, իր ընթացակարգը ծրագիրը բնականաբար դեռ կհստակեցվի, բայց նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ մենք խոսում ենք 29 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին, այսինքն շատ մեծածավալ մի իրադարձություն է տեղի ունենալու, որին պետք է պատշաճ պատրաստվել եւ պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ նախորդող տարում կառավարությունը արդեն մի շարք որոշումներ կայացրել է ստադիոնների մասով, մենք մասնավորապես հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, ընդունելով նվազագույնը 10,000, հիմա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն ենք ունենալու վերակառուցման արդյունքում եւ մենք նախորդ տարի նաեւ որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, որը նույնպես կլինի UEFA-ի 4-րդ դասի ստադիոն եւ արդեն իսկ հողի հետ կապված աշխատանքները մարզպետարանի հետ միասին ավարտել ենք եւ ունենք նաեւ ստադիոնի կառուցման առաջարկը, որը առաջիկայում կբերեն կառավարության քննարկմանը, այսինքն աշխատանքները ինտենսիվ ընթացել են նախորդող փուլում, հիմա էլ համակարգված միասին կաշխատենք, որպեսզի պատշաճ պատրաստվենք։